Եվ այսպես ինչ է իրանից ներկայացնում գրավը։ Երբ մենք գնում ենք ֆինանսական հաստատություն վարկի դիմումով, հաճախ բանկը կամ վարկային կազմակերպությունը պահանջում է մեզանից գրավ։ Գրավը վարկի վերադարձի ապահովման երկրորդային գործիք է։ Երկրորդային ասելով նկատի ունենք, որ վարկի վերադարձը գրավից չի լինում առաջնային իմաստով, այսինքն վարկառուն լինի ֆիզիկական անձը, թե կլինի ընկերությունը կամ իրավաբանական անձը, վարկը վերադարձնում է իր եկամուտներից ստացված միջոցներով։ Գրավը իրենից ներկայացնում է երկրորդային ապահովություն, այսինքն բանկը կամ վարկային կազմակերպությունը վերցնում է գրավ, որպեսզի ապահովի իրեն այն ռիսկից, որ վարկառուն չի վերադարձնի վարկի հիմնական կամ այլ գումարը կամ դրա տոկոսագումարները։